Հարցս վերաբերվում է բյուջեի 24 թվականին հետ վերադարձած, բայց 25 թվականին դեռ չգնացած գումարի մասին, միգուցե ուղիղ ձեզ չի վերաբերելու, բայց տեսեք, Լոռու մարզում 54 միլիոն դրամ չի իրացվել, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման ծրագրի ծրագրով։ Եվ արդյունքում այդ 54 միլիոն դրամը միայն Լոռու մարզում հետ է գնացել, բայց դեռևս չի վերադարձել եւ քաղաքացիները, ովքեր ստացել են այդ բնակարանի գնման վկայագրերը, նրանք ստացել են սեպտեմբերի 24 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 25 թվականի դեկտեմբերի 20-ը ժամկետով, որտեղ ֆիքսված է հստակ քանի սենյականոց բնակարան կարող են առնել, ինչ գումարի սահմաններում կարող են առնել։ Եվ հարցը հենց նրանում է, որ սեպտեմբերին նոր սկսվել է գնման վկայագրի իրականացումը, բայց մինչև սեպտեմբեր այդ բնակիչներին, այդ քաղաքացիներին ստիպել են, որ իրենց տնակները, որտեղ ապրում են, այդ տնակները պետք է քանդեն, նոր միայն իրավունք ստանան հաշվառվելու այդ ցանկում։ Մարդիկ տնակները քանդել են, անցել են վարձով բնակության ու ըստ էության ժամանակի մեջ չեն կարողացել այս պահանջներով բնակարան գտնել։ Հիմա արդեն տարուց ավել է։ Այս մարդիկ ապրում են վարձով ու դեռ պարզ չէ, արդյոք այդ գումարները հետ են գալու, արդյոք այդ մարդիկ իսկապես հնարավորություն են ստացել այս գնման վկայագրերը իրացնել, թե ինչ է կատարվելու, ինչպիսին է այս ընտանիքների ճակատագիրը։ Տիկին Գյուլիան, այն մեխանիզմը, որը ես նկարագրեցի, վերաբերվում է կապիտալ ծախսերի փոխանցմանը, ինչ որ դուք նշեցիք, դա կապիտալ ծախս չի, ընթացիկ ծախս է։ Ես իհարկե այդ առանձին դեպքի մասին տեղեկություն չունեմ, հավանաբար մեր քաղաքաշինության կոմիտեն ավելի լավ կպարզաբաներ այս հարցը, բայց ես կարող եմ վստահեցնել, որ որևէ պարտավորություն չկա, որը մենք ստանձնել ենք եւ դա չենք կատարել կամ չենք կատարում, եթե նույնիսկ ինչ որ պատճառներով այդ գումարները պլանավորված չեն 2025 թվականի բյուջեում, ապա եթե պարտավորությունը առկա է, մենք պահոստային ֆոնդ ունենք, որը նախատեսված է հենց այսպիսի դեպքերի համար եւ այդ հարցը եթե ներկայացվի քննարկմանը, իհարկե այդ գումարը կտրամադրվի, բայց այդ դեպքի հետ կապված ես մանրամասն տեղեկություն չունեմ։ Արձագանք։ Ըստ էության հարցը ավելի շատ երևի իզորուեր լիազորված կլիներ պատասխանելու աշխատանքի եւ սոցիալական նախարարության նախարարը, քանի որ ես չգիտեմ ինքը եթե գոնե առնվազն ելույթ ունենալու է, ելույթի մեջ խնդրում եմ անդրադարձեք սրան, ըստ էության բնակիչները մեղավոր չեն, որ իրենց առաջ դրել են պայմաններ, այսինքն իրենց ապրելու վայրը, տնակը քանդել, նոր միայն իրավունք ստանալ հաշվառվելու ցանկում։ Մարդիկ տնակը անցած տարվանից, այս հունիս ամսվանից քանդել են եւ ուղիղ 1 տարի արդեն ապրում են վարձով։ Եվ հիմա սպասվում է, թե երբ սոցիալ նախարարությունը շրջանառության մեջ կդնի այս նախագիծը եւ երբ կառավարությունը կհաստատի նոր ցանկը, որպեսզի այդ մարդիկ ստանան գումար։ Խնդիրը դրանում է եւ երևի թե ես դիմում եմ սոցիալ նախարարին, եթե ամեն դեպքում այս չեն ինչ է նշանակում, այդ հարցը չի լուծվելու, թե չեք խոսելու։ Եթե ելույթ եք ունենալու, խնդրում եմ անդրադարձեք այս հարցին, որովհետև 54 միլիոն չիրացված գումարի տակ ընտանիքներ են։